Այսօր միասին պատրաստում ենք բրոկոլիով, եգիպտացորենով և հավի կրծքամսով շատ համեղ անզուգական աղցան, որը մեկ անգամ պատրաստելուց հետո այն կդառնա ձեր սիրելի աղցաններից մեկը։ Այստեղ միայն վիտամիններ և օգտակար սպիտակուցներ են, այնքան գունառատ է, որ կարծես թե աչք է շոյում։ Տեսեք, թե ինչ լավ է պահպանվել բրոկոլիի կանաչ երանգը, չնայած որ նախապես չենք խաշել և սառը ջրի մեջ չենք դրել, իսկ թե ինչպես շուտով կիմանաք։ Աղցանը պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է 1000 մի փոքր փունջ համեմ, խաշած հավի կրծքամիս, 1 միջին չափի գազար, կես կիլոգրամ բրոկոլի և 200 գրամ պահածոյացված եգիպտացորեն։ Անհրաժեշտ է նաև 1 ճաշի գթալ մայոնեզ կամ թթվասեր, բուսայուղ և համեմունքներ։ Բրոկոլին բաժանում ենք մանր ծաղկաբույլերի և որպեսզի համոզված լինենք, որ միջատներ չկան, մոտ 10-15 րոպե դնում ենք աղաջրի մեջ։ Այդ ընթացքում ժամանակ չենք կորցնում, նախապատրաստում ենք մնացած բաղադրիչները։ Խորանարդների ենք բաժանում նախապես թույլ աղաջրի մեջ եփած հավի կրծքամիսը, մեզ անհրաժեշտ է մոտ 300 գրամ։ Մանր կտրատում ենք մի փոքր փունջ համեմ և 1000-ը մեր պատրաստած աղցանին հյութալիություն, խրխրթանություն և թարմություն կհաղորդի։ Այս աղցանի մեջ բոլոր բաղադրիչները իդեալական են համադրված, ստացվում է գունառատ, վիտամիններով հարուստ, անթերի համ ունեցող աղցան։ 1 միջին չափի գազարը անց ենք կացնում քերիչի խոշոր անցքերով։ Համեմում ենք բրոկոլին, կօգտագործենք պապրիկա, սև պղպեղ և մի փոքր աղ։ Ցողում ենք բուսայուղով, մի լավ խառնում ենք, որպեսզի համեմունքները տարածվեն և դնում ենք ճարպաճեռոցի մեջ։ 180 աստիճանում թողնում ենք ընդամենը 7 րոպե, այդ ընթացքում հասցնում է ընտիր եփվել։ Եթե ճարպաճեռոց չունեք, կարող եք պատրաստել նաև ջեռոցում, ոչ մի տարբերություն։ Նախապատրաստած բաղադրիչները լցնում ենք աղցանամանի մեջ, ավելացնում ենք նաև 200 գրամ պահածոյացված եգիպտացորեն։ Ինչպես տեսնում եք, պարզ մատչելի բաղադրիչներով աղցան է, որը պատրաստելու համար ձեզանից կպահանջվի ընդամենը 30 րոպե։ Ավելացնում ենք բրոկոլին և համեմում ենք։ Այս տարբերակով պատրաստված բրոկոլին պահպանում է իր նախնական վառ կանաչ երանգը։ Բացի այդ, եռման ջրի մեջ գցելիս բանջարեղենի վիտամինների մի մասը ջրի հետ դուրս է գալիս։ Ավելացնում ենք մի փոքր աղ, չմոռանալով, որ գրեթե բոլոր բաղադրիչները արդեն իսկ աղ են պարունակում, սև պղպեղ, պապրիկա, 1 ճաշի գթալ մայոնեզ կամ թթվասեր, մի լավ խառնում ենք և վերջ, աղցանը պատրաստ է։ Օգտագործում ենք քիչ քանակությամբ մայոնեզ կամ թթվասեր պարզապես բաղադրիչները իրար միացնելու համար։ Գունառատ, վիտամիններով և սպիտակուցներով հարուստ աղցանը մատուցում ենք և անուշ ենք անում։ Բարյա խորժակ։ Այսօր էլ բրոկոլիով, հավի կրծքամսով և եգիպտացորենով նման շքեղ աղցանի բաղադրատոմս։ Դուք էլ փորձեք պատրաստել այս տարբերակով, սնվեք առողջ և եղեք առողջ, առայժմ։